Բարև ձեզ, ես Հովհաննեսն եմ, Goodman Coffee Bar-ի հիմնադիրը։ Այսօր կխոսենք սրճեփների ստեղծման և կատարելագործման պատմության մասին։ Սրճեփների պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից, երբ մարդիկ փորձել են սուրճ պատրաստել տարբեր մեթոդներով։ 15-ից 16-րդ դարերում սրճեփման առաջին մեթոդները զարգացել են Օսմանյան կայսրությունում։ Սուրճը եփում էին կավե կամ պղնձե տարաների մեջ, բաց կրակի վրա։ 18-րդ դարում Եվրոպայում տարածվեց ֆրանսիական ֆիլտրային սուրճի մեթոդը, որտեղ օգտագործվում էր երկկոմպոնենտային սարք սուրճը ջրից բաժանելու համար։ 19-րդ դարում ստեղծվեց վակուումային սրճեփը, որը աշխատում էր ճնշման փոփոխության սկզբունքով։ 1822 թվականին Իտալիայում նախագծվեց էսպրեսո մեքենայի նախատիպը, որը հետագայում կատարելագործվեց և դարձավ ժամանակակից սրճեփների հիմքը։ 1908 թվականին Գերմանուհի Մելիտա Բեցը ստեղծեց թղթե ֆիլտրով սրճեփի մեթոդը, որը հետագայում դարձավ ֆիլտրային սրճեփների նախատիպը։ 1933 թվականին Ալֆոնսո Բիալետին ստեղծեց մոկա սրճեփը, որն այսօր էլ օգտագործվում է։ 1940-ից 50-ական թվականներին իտալացի ինժեներները զարգացրեցին էսպրեսո մեքենաները, ներառելով պոմպային համակարգ, որը ավելի բարձր ճնշում էր ապահովում։ 21-րդ դարում արտադրվում են խելացի ավտոմատ և կապսուլային սրճեփներ, որոնք հեշտացնում են սուրճի պատրաստման գործընթացը։ Այսօր սրճեփները բազմազան են, տարբերվելով մեխանիզմով, տեխնոլոգիայով և դիզայնով, սակայն նպատակը մնում է նույնը՝ պատրաստել կատարյալ սուրճ։